Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, ապրիլի 29։ Չար օրում դու ես իմ ապավենը։ Երեմիա 17:17։ Քրիստոնյայի ուղին միշտ չէ, որ լուսավորված է արևով։ Ժամանակ առ ժամանակ պատահում են վատ եղանակի ու խավարի շրջաններ։ Աստծո խոսքում իմաստության մասին գրված է. նրա ճամփաները քաղցր են և նրա բոլոր շավիղները խաղաղություն են։ Անվիճելի ճշմարտությունը այն է, որ կրոնը կոչված է մարդուն երջանկություն տալու երկրի վրա և երանություն երկնքում, սակայն փորձը մեզ հուշում է, որ եթե նույնիսկ արդարների ճանապարհը փայլող լույսի պես է, որ հետզհետե ավելի ու ավելի է փայլում, մինչև կատարյալ օրը հասնի, ապա այդ լույսը ևս երբեմն խավարում է։ Կյանքի որոշ շրջաններում ամպերը ծածկում են հավատացյալի արևը, և նա քայլում է խավարում չտեսնելով լույսը։ Քիչ չեն այդպիսիք, ովքեր կարճ ժամանակ ուրախացել են Աստծո ներկայությունից։ Նրանք արևի ներքո ջերմացել են քրիստոնեական ընթացքի սկզբնական շրջանում, հանդարտ ջրերի մոտ խոտավետ արոտներում են քայլել, բայց հանկարծակի հայտնաբերել են, որ պարզ երկինքը ծածկել է ամպերով։ Գեսեմի երկրում զբոսնելու փոխարեն նրանք թափառել են ավազոտ անապատում, հանդարտ ու հաճելի ջրերի փոխարեն գտել են դառնահամ ջրի բուռն հեղեղներ։ Եվ այդ ժամանակ նրանք ասել են. եթե ես իրոք Աստծո զավակ լինեի, նման բան չէր պատահի։ Ով դու խավարում քայլող, նման բան մի ասա։ Քրիստոսով լավագույն սրբերը պարտավոր են խմել այդ գավաթը։ Նրա ամենաթանկագին զավակները պարտավոր են տանել իրենց խաչը։ Ոչ մի հավատացյալ վայել չի մշտական բարեկեցություն և մեկ անգամ չէ, որ վերահաս դժբախտության առաջ բացել են դարպասները։ Տերը սկզբում քեզ համար հարթ անապատ ճանապարհ է սահմանվել, որովհետև դու թույլ երկչոտ էիր։ Իսկ այժմ, երբ դու հոգևորապես ամրացել ես, քեզ սպասում է հասունության դաժան փորձություն։ Մեզ հարկավոր են քամիներ ու փոթորիկներ, որոնք կփորձեն մեր հավատը, կկոտրեն ինքնագոհության ճյուղերը, բայց ավելի խորը կհաստատեն մեզ Տեր Հիսուս Քրիստոսում։ Աղետի օրը որոշում է մեր փառավոր հույսի իրական արժեքը։